Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Ցանցերի ազգայնացման հետևանքներն ու գործընթացի օրինականությունը, խնդրի լուծման իրավական մեխանիզմներն ու ներդրումների համար հնարավոր վտանգները։ Հետը պետք է ազգայնացվի շատ վտանգավոր հայտարարություններ։ Կոնկրետ ասում եմ, պատժվելու է զբաղված է սպառնալով հեծին։ Պահպանական է դերվում Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության վրա։ Նպատակը այնուամենայնիվ հեծի ցանցերը չէ։ Իրականում մենք ունենք շատ լուրջ ու էական խնդիր։ Իրանք հասկանալու են, որ սխալվել։ Քասախի բնակիչների զայրույթն ու իրավասուների գրավորական կեցվածքը, ինչու են խախտում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ արդյոք նպատակը արդարացնում է միջոցները։ Երևան եկող նոր երթուղին անցնում է ընդամենը 7 կիլոմետր։ Վերևով պատտվում հետ է դառնում։ Մենք ունենք բողոքի ձայն բարձրացնելու։ Պետք է իրականացվեն հաշվարկի մեթոդաբանության հիման վրա։ Իման չափած որտին ինչ արել։ Մարդ ինչքան պիտի մի ամիկ լինի, որ հիմա բաներին հավատի։ Ոչ գալիս են, ոչ հարցնում են, ոչ էլ ոչի բան։ Հոնքը շինելու փոխարեն աչքը անեցին կամ էլեկտրոնային դատավարությունը դատարանների համար նոր բեռ։ Արդյոք չի խախտվում արդարադատության սկզբունքը եւ ինչ արդարացումներ են բերում դատական իշխանությունները։ Մուրտի հարվածի այս ձայնը լսելուց առաջ Ինչ կողմից չի ուղարկվում միջնորդությունը։ Գործերը մակագրվում են արհեստական բանականություն։ Չի արտացել դատալեքս համակարգում։ ժամանակները փոխվել են, հրաժեշտ ենք տալիս թղթին։ Փաստաբանների համար կարելի ասել բարդացել է։ Շտապօգնության մեքենային չզիջելու արյունալի հետևանքն ու ընտանիքի կործանման իրական պատճառը, ինչու էին փրկարարները ստանձնել քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցների գործառույթները եւ ինչպես էր ռուսական ամենագնացը հայտնվել լճում։ Կորին քեզ քրկում արա։ Երկաթը նայուրա շփրտվել։ Փոփարտը ասում որ մարդու բան չեղը, ոչ թե գակ փոփուրներ տա։ Ին մի ծավտուն էլ ընդեղա, չէ՞։ Հա, վտանգավոր է։ Օրվա կարոտով կամ գոյատևման ծանր պայքարը, մեկ սենյակում 7 երեխա եւ նրանց նվիրական երազանքը։ Երկուս են մահճակալների վրա քնում։ Լոգարան չկա, ինչ աղջիկ երեխա։ Փոքր ավագուն տնակը։ Անհնար այս պայմաններում ապրելը։ Շատ ուսում այդ գործիքը։ Իպարապը որ հայտնի դառնա։ Ես լայել եմ երեխա գոնե ցավոք հասիկերին պուշտները։ Ասում եք դոմիկի մեջ բնում։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։